Պատճառները շատ են։ Փորձեմ արագ թվարկել նրանցից մի քանիսը։ Մենք ունենք ականջային պատճառներ եւ ունենք ոչ ականջային պատճառներ։ Ականջային պատճառներից օրինակ, առաջինը տարիքային դեգեներատիվ փոփոխությունները, երբ որ տարիքի հետ մարդու մոտ այդ բջիջները սկսում են դեգեներատիվ փոփոխվել եւ լսողությունը իջնում է աստիճանաբար ու ականջում առաջանում է աղմուկ։ Դա տարիքայինն է, պրեսբիակուզիսը։ Մյուս ականջային խնդիրը օրինակ բորբոքումները, եվստախիտներ, եվստախյան խողովակի դիսֆունկցիաների, միջին ականջի խնդիրներ, դրանք նույնպես կարող են առաջացնել աղմուկ։ Մյուսը ոսկրիկների շղթայի ֆիքսացիան, օրինակ օտոսկլերոզը, որը նույնպես կարող է աղմուկի պատճառ դառնալ։ Մյուս խնդիրը ականջային կարող է լինել նիվրինոմաները, լսողական նյարդի դրանք ուռուցքային գոհացություններ են, որոնք նույնպես ախտահարում են լսողական նյարդը եւ կարող են լինել աղմուկի պատճառ։ Մյուս պատճառը օրինակ օտոտոքսիկ դեղորայք, այսինքն գոյություն ունեն դեղորայքի խումբ, որոնք վնասում են հենց մեր լսողական նյարդը։ Օրինակ, կանթային միզամուղները, մեզ քաչ հայտնի ֆուրասիմիդը, ցավազրկողները, MPVS-ները, օրինակ իբուպրոֆենը։ Մյուսը անտիբիոտիկներից ամինոգլիկոզիդային խմբի անտիբիոտիկները, օրինակ գենտամիցինը, կամ օնկոլոգիական հիվանդների քիմիոթերապևտիկ դեղորայքը, դրանք նույնպես օտոտոքսիկ են, կամ համակարգային հիվանդությունների ժամանակ շատ օգտագործվող ցիտոստատիկ պրեպարատները, դրանք նույնպես օտոտոքսիկ են։ Նշեմ նաև մյուս ականջային պատճառներից առանձնացնեմ ակուստիկ տրավմաները, այսինքն ձայնային ազդակից տրավմաները։ Օրինակ, մարդիկ, որոնց աշխատանքը պայմանավորված է աղմուկի մեջ, օրինակ հաստոցների վրա աշխատող մարդիկ կամ գործարաններում աշխատող մարդկանց մոտ շատ հաճախ լինում է ականջի աղմուկ, կամ նույն ականջակալներով բարձր լսող մարդկանց մոտ էլի շատ հաճախ կարող է լինել ականջի աղմուկ, սրանք արդեն ակուստիկ կամ պայթյունի հետևանքով, կրակոցի հետևանքով, սրանք արդեն ակուստիկ տրավմաներն են ականջի։ Ունենք նաև ոչ ականջային պատճառներ։ Ոչ ականջային պատճառներից օրինակ անեմիաները, սակավարունությունը, հեմոգլոբինը ցածրյա կարող է լինի ականջի աղմուկ, բետա-2 վիտամինի դեֆիցիտ կարող է նպաստել ակաջի աղմուկի, մակարդելիության բարձրացումը նույնպես կարող է պատճառ լինել ականջի աղմուկի, անոթային խնդիրները, օրինակ աթերոսկլերոտիկ փոփոխությունները, զարկերակային ճնշման բարձրացումը ամենատարածված խնդիրներից մեկն է, որը բերում է ականջի աղմուկի, հորմոնալ դիսֆունկցիաները, օրինակ վահանաձև գեղձի հիպոհիպերֆունկցիայի ժամանակ նույնպես հաճախ բերում է ականջի աղմուկի, կանանց մոտ էստրոգենների սինթեզի փոփոխության արդյունքում, օրինակ հղիության ժամանակ, մենապաուզայի ժամանակ